1918 թվականի մայիս Ալեքսանդրապոլն ընկած է, նահանջը շարունակվում է դեպի Ղարաքիլիսա։ Թվում է ամեն ինչ ավարտված է եւ հենց այդ պահին ճակատ է հասնում Գարեգին Նժդեհը։ 1918 թվականի մայիսին հայկական զորքերը նահանջում էին Ալեքսանդրապոլի անկումից հետո կանգ առնելով Ղարաքիլիսայի ուղղությամբ։ Թուրքական բանակի նպատակն էր հասնել Գանձակ, Բաքու արշավելու համար։ Մայիսի 20-ին թուրքերը գրավում են Ջաջուրը, մայիսի 21-ին առաջապահ ստորաբաժանումները հայտնվում են այսօրվա Տաշիրում, մայիսի 22-ին էլ գրավում են այսօրվա Սպիտակը։ Մայիսի 22-ին գեներալ Թովմաս Նազարբեկյանի հեռագիրը փաստում է ծանր իրականությունը։ Դիլիջանի ուղղությամբ դիմադրություն գրեթե չկա։ Այդ պահին ճակատ է հասնում Գարեգին Նժդեհը ոչ միայն զինվորական կարգապահությամբ, այլ գաղափարական ուժով։ Նա փորձում է վերականգնել ոչ միայն դիրքերը, այլ կռվելու կամքը։ Ով դեռ իրեն բարոյապես մեռած չի համարում, թող հետևի ինձ։ Այս խոսքը շրջադարձային ազդակ է դառնում այն մարդկանց համար, ովքեր արդեն պատրաստվում էին նահանջել։ 1920 թվականին Թիֆլիսում լույս տեսած Ղարաքիլիսայի հերոսամարտ աշխատության մեջ Մուշե Ղազարյանը գրում է. Մի զարմանալի հրաշք պատռեց Մահ վանվարագույրը եւ մարդկանց երակների մեջ խոսեց ապրելու եւ կռվելու տենչը։ Նրանք չփոխեցին պատերազմի ընթացքը ամբողջ ճակատում, բայց ջնջեցին պատկերացումները պարտության անխուսափելիության մասին։